միջին հանրապետական ցուցանիշը 5.4 պրոմիլ է ամուսնության դեպքերի, ուրեմն միջին հանրապետականից բարձր ցուցանիշներ ունենք Վայոց ձորի մարզում 7 պրոմիլ է ամուսնության գործակիցը, որին հաջորդում է Երևան քաղաքը 6.1 պրոմիլ եւ մի քիչ ավելի բարձր է Կոտայքի մարզում 5.6 պրոմիլ, մնացած բոլոր մարզերում մեր մոտ ամուսնության մակարդակը ավելի ցածր է, քան միջին հանրապետականը եւ ամենացածր ցուցանիշ արձանագրվել է Շիրակի մարզում 4.3 պրոմիլ, այսինքն 4 դեպքից մի քիչ ավելի։ Ինչ վերաբերվում է ամուսնալուծության դեպքերին, ուրեմն միջին հանրապետական 1.2 պրոմիլի համեմատ ամենաբարձր ցուցանիշը ունենք Լոռու մարզում արձանագրված 2.4 պրոմիլ, բայց պիտի ասեմ, որ նախորդ տարիների արձանագրված ցուցանիշից որոշակի նվազում կա Լոռու մարզում։ Հիմա ես ձեզ ասեմ, թե Լոռու մարզի նախորդ ցուցանիշները 2.8 է եղել 14 թվականին, 2.1 թվականին։ Կրկնակի է, այո, Լոռու մարզում կրկնակի է։ Եվ մնացած, ուրեմն Երևանն էր միայն 1.5, մնացած բոլոր տեղերում միջին հանրապետականից ցածր 1.1, 0.9, Գեղարքունիքում 0.6, Տավուշում 0.6, այսինքն դրանք շատ ավելի ցածր են, կիսով չափ ցածր են, քան միջին հանրապետական ցուցանիշները։ Ավելի ամուսնալուծությունները 0.6 պրոմիլ, այսինքն կիսով 16 թվականի ցուցանիշներն են, այո։ Առաջնային պատճառը, որ եղել է մեր ժողովրդական ավելի քաղաքացիությունն ամեն մյուսը, այսպես ասած, շրջակայքավորվածությունները, որոնք ներմուծվել են երկուս, այսինքն տեսեք, ընտանիքի ենթադրման որոշակի պարտավորություններ, պարտականություններ, որոնք անձի եսին, այսպես ասած կարելի է համարել դեմ, եթե նայենք մարդու հիմնարարազատությունների տեսանկյունից եւ այլն, այսինքն մարդը սկսում է ավելի էգոյի մասին մտածել եսի, քան թիմի, այս պատճառով սկսում է այդտեղ կոնֆլիկտներ առաջանալ ընտանիքի ներսում։ Մյուս հիմնական պատճառը պատրաստ չլինելն է, որը համատարած բնույթականում ամենակարևորը, որը ցավոք սրտի երբևիցե չի նշվում կամ շատ քիչ, դա տղամարդու եւ կնոջ ոչ ճիշտ հարաբերակցությունն է դերերի առումով, այսինքն միշտ նշվում է, որ բնության տեսանկյունից թեկուզ, այսպես ասած, արուն պետք է ավելի ուժեղ լինի կամ մեկը, իսկ մեր մոտ ցավոք սրտի այնպես է լինում, որ կանայք ավելի ուժեղ դերում են հանդես գալի, քան տղամարդիկ, իսկ այդպիսի միությունները բնականաբար դատապարտված են։ Եթե ամուսնալուծություն չի լինում, ուղղակի դա լինում է, ասենք, ֆիկտիվ ամուսնական կապը պահելու բնույթականում, այլ ոչ ընտանեկան կամ թիմային բնույթականում։ Պարզաբանեմ ուղղակի, որ ամուսնալուծությունը ինքն անխուսափելի է, նույնիսկ մի կողմի ցանկությունը ամուսնալուծվելու արդեն իսկ բավարար է թե դատական կարգով, ու որոշ դեպքերում եզակի բացառություններում նաև քկակ մարմիններում ամուսնալուծությունը գրանցելու համար, մինչդեռ շատերը հենց ամուսնալուծության այդ գործընթացի ծանրացման ճանապարհով փորձում են որոշակի գույքային հարցեր բարձրացնել, չակերտավոր, հա մի քիչ կոպիտ բառ կարող է հնչի, շանտաժ փորձեն անել մյուս կողմին, որ կհամաձայնվեն ամուսնալուծվել ու որոշակի նախապայմաններ առաջարկեն։ Նույն ձև նաև կցանկանամ շատ կարևոր հանգամանք է, որ պրակտիկայում շատ է հանդիպում, որ երեխաներին նույնպես օգտագործում են մեծ մասամբ որպես գործիք։ Ոնց որ հոգեբանը նշեց տեսակցության եւ վիճակագրական մարմնի ներկայացուցիչը նշեց, շատ հաճախ երեխաների առկայությունը նրանց այդ տեսակցությունը սահմանափակելով կամ ալիմենտային պարտականությունների կատարման առնչությամբ մի ծնողը մյուսի հանդեպ փորձում է ստեղծել ինչ-որ գերիշխող դիրք, ավելի բարձր դիրք է փորձում գրավել եւ այդ ճանապարհով ստանալ իր ցանկալի արդյունքը։